Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Խիստ կեցվածքի ներքո ազնիվ ու տաղանդավոր հայուհի է այսօրվա իմ հյուրը։ Հեռուստադիտողին հայտնի է որպես դերասանուհի, միայն թե նրա տաղանդը ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում է այսքանով։ Ընկերները նրա մասին խոսելիս վստահեցնում են, որ անփոխարինելի, ճշմարտախոս ու անդավաճան ընկեր է, ինչպես նաև հրաշալի ընտանիքի մայր։ Հայ պերսոնայում Յուլիա Ֆինկն է։ Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 2-ին Ղազախստանում։ Ծնողները զինվորական են եղել։ Յուլիան 2 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Հայաստան Լոռու շրջան։ Առաջին, երկրորդ դասարանները հաճախել է ռուսական, այնուհետև հայկական դպրոց։ 2001-ից 2004 թվականներին սովորել է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի առաջին ռուսական թատերական դերասանական բաժնում։ 2004 թվականին ստացել է Սուրեն Շահվերդյանի Քեյնի հոգեվարքը 4 կոտորակ 48 ներկայացման Սարայի դերը։ Այդ ներկայացումը հանդես է եկել տարբեր երկրներում։ Թատրոնում որպես դերասանուհի աշխատել է մինչև 2008 թվականը։ Այժմ զբաղվում է բեմանկարչական աշխատանքներով։ Նկարահանվել է տարբեր սերիալներում եւ ֆիլմերում։ Յուլիա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Յուլիա, կա ճակատագիր, թե մարդն ինքն է կառուցում իր կյանքը։ Կարծում եմ կա ճակատագիր, բայց նաև մենք ենք կառուցում որոշ առումով մեր ցանկությունների, մեր աշխատասիրության, մեր նպատակների, երազանքների, միգուցե դա ինչ-որ դեր խաղում է դրա մեջ։ Դուք գոհ եք ձեզ բաժին հասած ճակատագրից։ Այո, կարծում եմ, եթե հետ գնայի, նորից կուզեի ապրել այս կյանքը։ Նույն ռիթմով, նույն ձևով, ոչինչ չէի փոխի։ Ով է ձեզ հանդիպած ամենաճակատագրական մարդը։ Շատ են իմ անձնական կյանքում, կարիերայի ընթացքում, որոնք դեր են խաղացել իմ կարիերայի, իմ կուրսղեկը, իմ ամուսինը, այդպես։ Ով է ձեր կյանքում եղել այն մարդը, ով ձեզ միշտ ոգեշնչում է, ոգևորում է, ուժ է տալիս, հորդորում է գնալ նպատակների ետևից։ Մայրս, որ միշտ իմ կողքին է եւ բոլոր առումներով ինքը ինձ հորդորում է, այսինքն իմ սխալն էլ, իմ ճիշտն էլ իր համար ճիշտ է եւ ոգևորող, այսինքն ինքը ոգևորում է, միշտ իմ կողքին է, պատրաստակամ ինձ օգնել նույն երեխաների հարցում, այսինքն շատ մեծ դեր է խաղացել մայրս, քույրս, որպեսզի ես կարողանամ նաեւ երեխաներից հետո իմ կարիերան շարունակեմ, երեխաներս իհարկե, որովհետև իրենց նայելով ոգեշնչվում եմ եւ ուզում եմ ավելի ուժեղ լինել, առողջ լինել, աշխատել, որ իրենք տեսնեն ինչպիսին կարող է լինել կինը։ Այ դուք նշեցիք, որ անկախ դուք ճիշտ կլինեք, թե սխալ կկայացնեք լավ որոշումներ, թե հակառակը ձեր մայրիկի համար դուք միևնույն է ճիշտ եք։ Դուք նույնպես այդպիսի մայրիկ եք ձեր որդիների համար։ Կարող եմ ասել ոչ, չնայած մայրիկիս հետ, ինչպես որ նշեցի, այդպիսի գլոբալ սխալներ չեմ արել, որ ասենք մայրիկս իմ կողքին լինի եւ հորդորի ասի, որ այո դու ճիշտ ես։ Բայց ես այդպիսին չեմ, ես մի քիչ ավելի խիստ մայրիկ եմ եւ փորձում եմ սովորեցնել իմ տղաներին, քանի որ տղային ավելի ինքնուրույն լինել, այդպես իրենց սխալները նշելով, սովորացնելով, ընդգծելով եւ հասկացնելով, որ այստեղ դու սխալ ես, այստեղ դու ճիշտ ես։ Արդեն նշмарվում է երեխաները կգնան հայրիկի ընտրած ճանապարհով, թե մայրիկի։ Ոչ մայրիկի, ոչ հայրիկի։ Ու հայրիկը շատ ծանր է տանում այդ փաստը, որովհետեւ մեր երեխաները առայժմ ոչ մի նշույլ անգամ սեր կամ ուշադրություն կամ ինչ-որ վերաբերմունք արվեստի նկատմամբ չունեն եւ Արտեմը զարմանում ասում, ոնց կարող է այդպես լինել, որ արվեստագետի ընտանիքում ես հաղորդավար եմ, դերասանուհի ու երեխաները ոչ մի ձգտում չունենան այդ կողմ, ավելի շատ սիրում են ֆուտբոլ, մի տեղաս ամեն օր փոխում է մտքերը խոհարար, ֆուտբոլը միշտ կա, դեռ չենք զգում, դեռ չենք տեսնում, որ կարող են մեր ճանապարհը ընտրել։
Չնայած մենք դեմ չենք, ես ընդհանրապես դեմ չեմ եւ կարծում եմ, որ չեմ խառնվի իրանց ընտրության մեջ։ Յուլիա, հեռուստադիտողը ձեզ հիմնականում ճանաչում է որպես դերասանուհի Յուլիա Ֆինկ, բայց ես գիտեմ, որ Յուլիա Ֆինկը բազմաշնորհ եւ բազմատաղանդ մի կին է։ Եկեք բացահայտենք հեռուստադիտողի համար, թե ինչպիսի շնորհներով եք օժտված դուք։ Մի քիչ խոսենք նաև թատրոնում ձեր զբաղվածության մասին եւ մնացած այն աշխատանքների մասին, որոնք դուք կատարում եք, բայց դրանք հանրայնացված չեն առանձնապես։ Դեռ մանկուց եմ ունեցել սերը արվեստի նկատմամբ, նաև ոչ միայն դերասանական, այլ նկարչական եւ այսպես տարբեր հագուստների հետ կապված։ Ի սկզբանե թատերական ինստիտուտ ուզում էի ընդունվել որպես բեմանկարիչ, բայց այդքան ուժերս չհերիքեց պրոֆեսիոնալ առումով եւ առաջարկեցին, որպեսզի դերասանուհի դառնամ, փորձեմ ավելի շատ այդ ուղին ընտրել։ Ես փորձեցի, ընդունվեցի թատերական, հետո արդեն այստեղ ռուսական թատրոնում խաղում էի որպես դերասանուհի, առաջատար դերասանուհիներից էի։ Հետո դուրս եկա թատրոնից, ամուսնացա, որոշեցի, որ ինձ կնվիրեմ ընտանիքին։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ չեմ կարող ստեղծագործում, չնայած նկարահանվում էի, բայց ստեղծագործում էի եւ Իրինայի Արությունյան շնորհիվ, այսինքն դեռ այստեղ աշխատելու ժամանակ առաջարկ ստացա, որպեսզի ներկայացման մանկական ներկայացումներից մեկում հագուստները ձևավորեմ եւ անեմ, այդպես մեր ճանապարհը սկսվեց իրար հետ եւ աշխատանքը տարիներ անց մենք նորից համագործակցեցինք եւ այս վերջի տարիներին արդեն վերադարձա թատրոն կար ժամանակով էլի ներկայացումների հագուստների ձևավորող, հետո առաջարկ ստացա, որպեսզի արդեն աշխատեմ թատրոնում որպես հագուստների մասնագետ, քանի որ շատ եմ սիրում այդ ձևաչափը, կարելի ասել, շատ սիրով եմ զբաղվում, շատ մեծ բավականություն եմ ստանում, հաճույք եմ ստանում հենց հագուստների հետ աշխատանքի հետ կապված արդեն տարբեր ներկայացումներ եմ արել, Իրայի հետ եմ արել, Սուրեն Շավերդյանի վերջին ներկայացումն եմ արել, Մկրտիչ Արզումանյանի մոնո ներկայացման հագուստներն եմ արել, այդպես չեմ հանրայնացնում, որովհետև երբեք չեմ սիրել շատ ուշադրության կենտրոնում լինել, կարող է զարմանան, որ դերասանուհի եմ, բայց այդպես շատ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, ուղղակի զբաղվում եմ իմ սիրելի գործով, տեսնենք։ Զարդերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեք, ինչ կասեք այդ մասին։ Զարդերել շատ սիրում եմ, շատ կրում եմ, մեծ զարդեր եմ կրում եւ նաեւ ունեցել եմ իմ փոքրիկ, այսպես ասած, բիզնեսը զարդերի, որը ես եմ պատրաստել իմ ձեռքով, ստեղծագործել եմ։ Դա էլ ես ուղղակի ինձ համար էի անում, իմ հոբին էր, իմ ընկերուհիների համար եւ իմ ընկերուհիները որոշեցին, որ ես պետք է վաճառեմ զարդերը եւ առանց ինձ հարցնելու սկսեցին տարածել, որ ես զարդերը վաճառում եմ, այսպես ինձ օգնեցին բավականին երկար ժամանակ զբաղվել եմ զարդերով, վաճառել եմ արտասահման նույնիսկ, բայց երեխաներից հետո չեմ կարողանում դրանով զբաղվել, քանի որ ժամանակատար է, մանր գործ է եւ երեխաներս թույլ չեն տա տանը դա անել, քանի որ տարածք չեն թողնում, որտեղ կարող են չմտնել, այդ իսկ պատճառով դեռ մի կողմ եմ դրել այդ արկղը բոլոր աքսեսուարներով, մինչև կփորձեմ նորից վերադառնալ դրան։ Յուլիան ունի չտեսնված մեր տատական լեզվով ասած ձեռքի շնորհք։ Նա կարողանում է նրա ձեռքից ամեն ինչ գալիս է, թե կարում է, թե պատրաստում է ինչ-որ գեղեցիկ զարդեր, գործում է, համեղ պատրաստում է, ամեն ինչ անում է մաքսիմալ լավ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այո, Յուլիայի հետ հեշտ էր աշխատել, ամբողջ ներկայացումը նա իր ձեռքով ծաղկազարդեց, այսպես ասած, ունեցանք շատ ծաղկազարդ, մատնաչափիկ, որովհետև կոստյումների վրայի ատրիբուտները, ծաղիկները, կենթանական աշխարհի, ուրեմն այդ տարբեր տեսակի մանրունքները Յուլիան պատրաստեց հենց իր ձեռքով։ Յուլիա, որպես դերասանուհի, ինչ եք կարծում, ձեր ռեսուրսները կարողացել է հայ ֆիլմ արտադրությունը, կինոարտադրությունը եւ թատրոնը օգտագործել ճիշտ ձևով։ Ոչ։ Քանի որ դեռ հայ կինոն այդ մասշտաբները չունի
Եվ նաև իմ կերպարը, իմ տեսքը որպես դերասանուհի ոչ միշտ է համապատասխան հայկական ֆիլմերի կերպարներին։ Ավելի շատ դե գիտեք, կոմեդիա ժանրում է նկարվում ֆիլմերը։ Ես իհարկե շատ մեծ ցանկություն ունեմ, որ մի օր եւ երազանք պատմական ֆիլմեր կնկարվեն եւ հաստատ ես շատ մեծ ուրախությամբ կմասնակցեմ այդ ֆիլմերին, կխաղամ որևիցե դեր։ Կարծում եմ ավելի շատ այդ տեսակի ֆիլմերին է իմ կերպարը համապատասխան։ Յուլիային հետ ծանոթացել եմ 2005 թվականն էր, թե ավելի շուտ, երբ որ իրանք ուսանող էին, Ալեքսանդր Սամսոնիչի արվեստանոցից է Յուլիան, ու իրանք ամբողջ կուրսով ոնց որ տեղափոխվեցին թատրոն, եւ ինքը սկսեց իր քայլերը մեր ռուսական թատրոնում, ճիշտ ասեմ, ինքը տարբերվում էր ամբողջ կուրսից, որովհետև թե իր տեսքով, թե իր կեցվածքով, ինքը հետաքրքիր դերասանուհի է, եթե ինքը խարակտերնի դերասանուհի է, բավականին հետաքրքիր դերեր է խաղացել մեր թատրոնի բեմում ու շատ ափսոսում եմ, որ հիմա ինքը չի զբաղվում այդ գործունեությամբ, թողեց թատրոնը ինչ-ինչ պատճառներով, բայց շատ մեծ հույսեր ունեմ, որ ինքը նոր կրկին կվերադառնա, որովհետև ինքը յուրահատուկ գույն էր հաղորդում ներկայացման մեջ։ Մենք միասին ենք սկսել մեր դերասանական կարիերան, որովհետև սովորել ենք նույն կուրսում ու միասին մտել ենք թատրոն, այսինքն որպես դերասանուհի մենք միասին ենք կայացել այդ ճանապարհը միասին անցնելով։ Շատ հմայիչ է, շատ հմայիչ է բեմից, որովհետև ես որպես կին, երբ որ նրան տեսնում եմ բեմից, իհարկե այդ իր գեղեցկությունը շռայլում է միանգամից դահլիճով մեկ։ Բոլորը նրան տեսնում են շատ գեղեցիկ, շատ ճաշակով։ Նա նաև ունի մի այլ գեղեցկություն, որը իր մեջ է։ Եվ այդ իսկ պատճառով նրա գեղեցկությունը արտաքին ավելի է գեղեցկանում, որովհետև նա միջ տեսնված ազնիվ մարդ է։ Ազնվությունը նրա մեջ կա իր ամեն դրսևորման մեջ, դա կլինի ընտանիքում, թե դա կլինի աշխատանքի վայրում, թե կլինի իր արտաքին ներկայանալի տեսքով։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այն եզակի ազնիվ մարդկանցից է, ում ես իմ ասպարեզում, մեր ասպարեզում հանդիպել եմ երբևէ։ Շատ եմ սիրում Յուլիային, նրան ճանաչում եմ անհիշելի ժամանակներից, թերևս ինստիտուտից ենք մենք ծանոթ, չեմ էլ ուզում հիշեմ ինչ վաղուց էր դա, բայց ավելի մոտ երևի նրա հետ սկսել ենք շփվել, աշխատել բոլորովին վերջերս, ունեցել ենք համատեղ մի քանի ներկայացում, բայց հենց իմ ներկայացման մեջ իր հագուստների ձևավորմամբ հանդես է եկել նա բոլորովին վերջերս մեր 25 թվականի ամանորյա ներկայացումների շրջանակում, մատնաչափիկ ներկայացման։ Երբ որևէ առաջարկ ընդունում եք, ենթադրենք ֆիլմում նկարահանվելու համար կամ թատրոնում որևէ դեր ստանձնելիս, ունեք սկզբունքներ, որոնք դուք պարտադիր պետք է հաշվի առնեք։ Օրինակ սցենարական պլանը, դերասանական կազմը, ռեժիսորի գործոնը։ Իհարկե, երբ որ հանդիպում եմ, դա առաջին հարցն է լինում, թե ում հետ եմ աշխատելու, որ ռեժիսորի հետ եմ աշխատելու, խաղանկերներս ովքեր են լինելու, կոնկրետ ինչ-որ բաներ կան, որ ես չեմ համաձայնվում, այսինքն ինչ-որ մերկ տեսարաններ կամ ինչ-որ բաներ, որովհետև համարում եմ, որ դեռ այդ իմ կարծիքով, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, դեռ այդ մակարդակի ֆիլմեր չեն նկարվում պրոֆեսիոնալ, որպեսզի դու կարողանաս լիարժեք քեզ նվիրել այդ դերին։ Դուք նշեցիք, որ թատրոնում հիմա զբաղվում եք բեմական հագուստների մասով։ Որպես դերասանուհի պատրաստ չեք կամ չկան առաջարկներ նորից ընդգրկվել թատրոնում որպես դերասանուհի։ Միշտ սիրել եմ մանկական ներկայացումները ավելի խաղալ։ Հետո այդպես ֆիլմ, սերիալ ավելի սիրում եմ տեսախցիկի հետ աշխատել, բայց հիմա ունեմ առաջարկ, տեսնենք, ճիշտը մի քիչ դեռ վաղ կա մեջս, որովհետև բավականին երկար չեմ եղել բեմում, բայց կարծում եմ կհաղթահարեմ, տեսնենք, նորություն լինի, անպայման տեղյակ կպահեմ։
Իր վերջին ներկայացումը, որ ես արդեն գիտեի, որ ինքը դուրս է գալիս թատրոնից, ինքը այդ խաղում էր այդ ներկայացումը, ոնց որ վերջին անգամ ու շատ տպավորված է, ես հիշում եմ իմ հուզմունքները ու իր հուզված վիճակը, բայց ես հասկացա ոչ թե միայն նրա համար էր, որ վերջին անգամ է խաղում, այլ նաև ոնց որ ինքը она отпустила себя в этот момент, и она очень интересная действительно на сцене. Յուլիան շատ ազնիվ է եւ աշխատելն այնքանով իր հետ հեշտ է, որ նա երբեք չի փորձում իր կարծիքը իր մեջ պահել, նա միշտ արտահայտում է, իսկ գործնական աշխատանքի մեջ դե շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ պետք է ունենա իր կարծիքը եւ դա արտահայտի։ Միշտ եկել ենք ինչ որ ընդհանուր հայտարարի, շատ հեշտ է իր հետ, որովհետեւ Յուլիան նաեւ մի շարք իր առանձնահատկությունների հետ միասին նա շատ աշխատասեր է։ Ինչ հանում է աշխատանքում լինի, թե ընկերության մեջ լինի, թե առհասարակ կյանքում, նա անում է ջանասիրաբար։ Ինքը շատ պահանջներ են դնում իր առջև ու պահանջում է նաև ռեժիսորից եւ գոլեգաներից, ինքը լավ պարտնյոր էր բեմի վրա։ Իսկ ինչ վերաբերում է իր մյուս գործունեությանը, որպես նկարչուհի, կարող եմ ասել, ես եմ բացահայտել, առաջինը ես եմ եղել, երբ որ իրեն առաջարկեցի դեռ մանկական ներկայացման, չգիտեմ որ թիվներ, որպես նկարչուհի ինքը հանդես գա ու բավականին հետաքրքիր ինքը սկսեց աշխատել ոչ թե որպես առանձին նկարչուհի, ռեժիսորը իրեն ինչ որ զադանիա է տալիս ինքը անում է, այլ ինքը ոնց որ սաավտոր արդեն դառնում էր ներկայացման, որը տենց էլ պետք է լինի ու մի անգամ էլ բեմանկարչություն էլ են կարել միասին։ Իր հետ հեշտ է աշխատել այդ մասնագիտության մեջ, նաև որովհետև ինքը ունի գեղեցիկ ճաշակ, ինքը շատ շուտ ըմբռնում է այն ինչ որ իրեն առաջադրում են, ասենք ռեժիսորի պաժելանյաները ու ինձ միշտ հետաքրքիր է եղել իր հետ աշխատելը, որովհետև ինքը մի հատ ֆիշկա կարող էր ուղղակի սենց ասեր ինձ ու դրանից ծնվում էր մեկ ուրիշ մի հետաքրքիր լուծում։ Երբևէ ունեցել եք առաջարկ աշխատել հեռուստատեսությունում, քանի որ խարիզմատիկ կերպար եք, հրաշալի ձայն, տեսք եւ իհարկե մնացած բոլոր դրական հատկանիշները նույնպես հաշվի առնելով։ Ունեցել եմ առաջին առաջարկս եղել է, որպեսզի լուրեր վարեմ ռուսերեն, բայց իմ բեմական դասախոսը խորհուրդ տվեց չգնալ հենց այդ լուրերի գծով, որովհետեւ ասաց, որ դիկցիան կփոխվի եւ դու բեմում արդեն չես կարողանա ճիշտ ներկայանալ։ Ձայնդ ամեն ինչը կփոխվի, քանի որ դրանք տարբեր ուղղություններ են։ Այդ առաջարկից հրաժարվել եմ, հետո որոշ ժամանակ աշխատել եմ Արմենիա հեռուստաընկերությունում որպես հաղորդավար խոհանոցի հետ կապված, Բարի լույսում նախաճաշներ էի պատրաստում, դա էլ է իմ հոբիներից մեկը, որովհետև շատ եմ սիրում պատրաստել եւ փորձում եմ հիմա որոշ ժամանակ անց ուզում եմ, այսինքն մեծ ցանկություն ունեմ այդպիսի ինչ որ վլոգի նման մի բան վարել խոհանոցի հետ կապված, այդտեղ եմ աշխատել, առաջարկներ լինում են, բայց ես ինքս իմ մեջ, չգիտեմ, կարծում եմ, որ ամեն մեկը իր գործով պետք է զբաղվի, չգիտեմ ինչու մտածում եմ, որ երևի ես դա չեմ կարող անել, որ դա իմը չի այդքան։ Իսկ ինչ է ձեզ խորհուրդ տալիս ձեր ամուսինը։ Խորհուրդ է տալիս, որ կարող եմ անել, պետք է ինչ-որ մի բան հետաքրքիր մտածել, որովհետև դու կարող ես անել, ասում է, բայց ես չգիտեմ, միգուցե իր ֆոնին, երբ որ ինքը պրոֆեսիոնալ հաղորդավար է, մի քիչ ավելի կոմպլեքսավորվում եմ այդ վիճակից, բայց չգիտեմ, միգուցե ինչ-որ հետաքրքիր բան լինի, որը ես վստահ լինեմ, որ կկարողանամ անել, կանեմ, ինչպես նաև հագուստները, չնայած հագուստներով ես միշտ զբաղվել եմ, թատրոնում եմ զբաղվել, չունեմ այդ պրոֆեսիոնալ փաստաթուղթը կապված դիզայներական կամ հագուստների հետ կապված, բայց սիրել եմ ու ստացվում է։ Գուցե դա էլ ստացվի, պետք է նաև փորձել։
Դուք նշեցիք, որ դուք չեք սիրում լինել ուշադրության կենտրոնում, լինելով հանրային դեմք, բայց լինել հանրության համար հայտնի մարդ անհնար է, որ դուք կարողանաք խուսափել որոշակի խնդիրներից, որոնց հետ բախվում են հանրային մարդիկ։ Ինչպես եք վերաբերվում այդ մոտեցումներին կամ մեկնաբանություններին, որոնք փոքր-ինչ բացասական երանգ են ունենում։ Արդյոք դուք դրանց պատասխանում եք։ Ես պատրաստ եմ, ճիշտն ասած, երբեք այդպես ուշադրություն չեմ դարձնում, ավելի շատ ժպիտ է առաջացնում ինձ մոտ դա, եւ կարող եմ նշել, չգիտեմ, միգուցե իմ բախտն է բերել, բայց ես իմ մասին կոնկրետ շատ քիչ հազվադեպ է լինում, որ ինչ որ վատ կարծիքի եմ հանդիպում, նույնիսկ վատը չի լինում, դա կարող է լինել հագուստի հետ կապված ինչ որ նշումներ, դիմահարդարման հետ կապված կարող է ասեն, կամ ֆիլմում ինչու է բարձրակրունկներով անընդհատ, բայց իրենք չեն հասկանում, որ ի սկզբանե օրինակ ռեժիսորն է պահանջել, որպեսզի կամ պրոդյուսերն է պահանջել, որպեսզի կերպարը այդպեսին լինի։ Սոցցանցերում ինչպիսի ակտիվություն ունեք։ Այդպեսի, որ ասեմ, շատ ակտիվ եմ, ոչ, ավելի շատ երևի իմ առօրյայից ինչ որ հագուստների հետ կապված իմ զգեստապահարանից կարող է ինչ որ ֆոտոներ ներկայացնեմ երեխաներից, ինչ որ բան պատրաստեմ, դա նկարեմ, այսինքն այդպես որ շատ ակտիվ նկարեմ իմ գործունեությունը, օրինակ թատրոնում կամ ինչ որ հաղորդման ժամանակ, ինչպես անում են, եւ դա ճիշտ է ավելի ակտիվ լինելու համար, ես այդպես ավելի հանգիստ Instagram ավելի շատ։ Ինչպիսի սպասելիքներ ունեք կյանքի այս շրջանում ինքներդ ձեզնից կամ գուցե ուրիշներից։ Մեծ սպասելիքներ։ Ինքս ինձնից շատ մեծ սպասելիքներ ունեմ։ Հիմա այս շրջանում, այս տարիքում երեխաներից հետո, այսինքն 6 տարի մոտավորապես ես նվիրել եմ լիարժեք իմ կյանքը երեխաներին, ամեն ինչ փորձել եմ տալ եւ իրենց հետ լինել, իմ սերը նվիրել, լավ մամա լինել, բայց հիմա արդեն այսպիսի ինչ որ հետաքրքիր ուժ է եկել, հետաքրքիր ժամանակաշրջան է եկել, որ ես զգում եմ, որ ես պետք է ինչ որ ավելին անեմ ինձ համար կոնկրետ իմ կարիերայի ընթացքում, փորձում եմ դրանով զբաղվել, շատ ոգեշնչված եմ, ակտիվ եմ, արդեն տեսնենք։ Յուլիա, մենք ձեզ միշտ տեսնում ենք խնամված, գեղեցիկ, հարդարված, որքանով եք կարևորում կնոջ արտաքին տեսքը։ Խնամված, այո, աշխատում եմ տանը առօրյայում շատ դիմահարդարում չանել, այսինքն ավելի հանգիստ թողնել մաշկս, որովհետև նույն նկարահանումների հետ կապված միշտ ծանր ավելի դիմահարդարում է լինում։ Ավելի շատ կարծում եմ, որ կինը պետք է խնամի իրեն ոչ թե դիմահարդարումով, այլ ընդհանուր խնամքի միջոցներով խնամված լինի այդ առումով, հետևի իրեն եւ սիրի իրեն առաջին հերթին, եթե սիրի, այդ ամենը կանի։ Ինչպես եք հանդիպել ձեր ամուսնուն եւ ինչպիսին էր առաջին դրվագը, երբ հանդիպեցիք նրան։ Մենք ծանոթացել ենք ինտերնետով, արդեն շատ եմ խոսել դրա մասին, այդպես հետո ես առաջարկել եմ, որ գա իմ ներկայացումներից մեկին, ներկայացման է եկել եւ այդպես հանդիպել։ Ինչպիսին էին առաջին տպավորությունները, երբ դուք հանդիպեցիք միմյանց։ Դրական, հետաքրքիր։ Իհարկե ինտերնետով այն ժամանակ նկարները այնպիսին չէին, ինչպիսին հիմա, ինքը կարծում էր, որ ես լրիվ ուրիշ արտաքին ունեմ, ավելի ցածրահասակ եմ, նկարներից այդպես էր պատկերացրել, բայց հանդիպելուց հետո ավելի դրական էմոցիաներ առաջացան։ Այսինքն լրիվ ուրիշ կարելի ասել պատկեր ստեղծվեց։ Որն է ամուր ընտանիքի հիմքը։ Հարգանքը ամենաառաջինը, սերը, չնայած սերը ժամանակի ընթացքում եւ տարիների ընթացքում փոփոխություն է կրում, այսինքն տարբեր արդեն շրջաններ է ապրում, ընկերությունը ամենաառաջիններից, որպեսզի ամուսինները նաեւ ընկերներ լինեն, դա շատ կարեւոր է։ Այդ երեք պայմանը ինձ համար հաստատ կարեւոր են։ Դա մի հատ գեղեցիկ մի զույգ է, մի հատ հիանալի ընտանիք է, իրանք իրար լրացնում են, իմ կարծիքով, որովհետև
իրանց ծանոթության օրվանից ես իրանց մասնակից եմ եղել այդ ամեն ինչին, то есть ես իրանց կյանքում եղել եմ Յուլիայի հետ։ Ես հիշում եմ այդ իրանց Պիրիժվանյաները, Յուլիայի, Արծոմի իրանց առաջին հանդիպումները, մեր խոսակցությունները, քննարկումները, եւ ըտոգի իրանք շատ իրար լրացնող մարդիկ են։ Իրանք ոնց ասում են, մի երկու կես են, որոնք ասենց որ եթե միացնես, դառնում է մի հատ ինչ-որ օբշի առանց ոչ մի ճեղքվածքի։ Իրանք ունեն մի գեղեցիկ ընտանիք, Արծոմը ես տեսնում եմ իրար գնահատել գիտեն։ Յուլիան շատ գնահատում է, թե ոչ թե միայն որպես ամուսին, այլ նաև որպես մարդ, որպես հայր, որպես պրոֆեսիոնալ, իրանք իրար աշխատանքների, իրար հաջողությունների, իրար մասնիկ են կազմում, որ ամեն մեկը իր աջակցությունը ունի, Արծոմը Յուլիայի գործում եւ նաև Յուլիան Արծոմի։ Ընտանիքի կայացման գործում դուք առավել կարևորում եք կնոջ դերը թե տղամարդու։ Երկուսինն էլ, որովհետև դա իրականում աշխատանք է։ Սերը, ընտանիքը, մենք կարող ենք ասել այո սեր կա եւ մենք ապրում ենք, սիրում ենք, բայց դա նաեւ մեծ աշխատանք է։ Ինքներդ ձեր վրա աշխատում եք, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Ով կարող է դառնալ ձեր ընկերը։ Ես ընկերներ շատ ունեմ, այսինքն այսպես ընկերներ իհարկե մեր ասպարեզում նաև մենք շատ ենք ունենում, բայց շատ քիչ մարդիկ։ Ես շատ փակ եմ էմոցիոնալ առումով եւ շատ քիչ մարդիկ կարող են ինձ ընկեր լինել։ Ես պետք է շատ վստահ լինեմ, որ ինքը նվիրված է ինձ, չի դավաճանի ու կարող են տարիներ անցնել, նոր ես կարող եմ բացվել կամ ինչ-որ ազատ շփվել իր հետ։ Այսինքն ես ինքս իմ ինտուիցիայով եւ ներքին զգացողություններով պետք է վստահ լինեմ, որ ինքը իմ մարդն է։ Դուք ձեզ լավ ընկեր համարում եք։ Այո։ Այ դա վստահ կարող եմ ասել, որ ես շատ լավ ընկեր եմ։ Նվիրված եմ, մինչև վերջ նվիրվում եմ, ամեն ինչ անում եմ, որ իմ ընկերոջ համար լավ լինի։ Եվ նաև շատ բաց ընկեր եմ, այսինքն այն առումով, որ կարող եմ նաև ճիշտը ասել, թեկուզ ցավոտ, բայց իրեն հասկացնել, որ օրինակ ինքը այս հարցում սխալ է եւ խորհուրդներ տալ։ Եվ այս ընթացքում ոչ ոք դեռ չի նեղացել ինձնից, որ ես այդպես բաց խոսել եմ իր հետ։ Իսկ երբ ձեզ հետ են այդպես խոսում, դուք դա ընդունում եք։ Այո։ Հասկանում եմ, որ պետք է այդպես լինի։ Մենք նաև մտերիմ ընկերուհիներ ենք, ավելին ասեմ, մենք հարազատներ ենք, որովհետև մենք ունենք հավերական կապ ընտանիքներով։ Ինքը շատ հավատարիմ մարդ է։ Ինքը շատ զգայուն է, ինքը որպես ընկերուհի, ինքը ունի այն հատկությունը, որ она мне всегда может выслушать, ինքը կարող անverջ լսի, բայց ինչն է ամենա իր ես շատ գնահատում եմ իր բնավորության մեջ, որ ինքը շատ սթափ է։ Ինքը երբեք չի գնում քո հոսանքի հետ, եթե ինձ այդ պահին դուր է գալիս, ասենք խոսել, ինչ-որ հուզվել, ինքը լսի, կաջակցի, կլսի, բայց ինքը մի հատ նենց սթափ մի բան կասի, որ ես կարողանում եմ այդ պահի տակ ինչ-որ սենց պարոյետը կարծեմ ինչ-որ շոկային է, բայց դա շատ ճիշտ է, դա իսկական ընկերոջ հատկություն է։ Որպես մարդ ասեմ, որ ինձ համար իր տեսակը շատ ընդունելի ու հասկանալի է, որովհետև ինքս էլ նման բաներ ունեմ ու շատ նվիրված է։ Ամենաառաջինը շատ է նվիրվում իր ընկերներին, իր հարազատներին, ամեն հարցով կարա քեզ օգնի, ամեն պահին կարա քո կողքը լինի, քեզ հետ հավասար տանջվի, տառապի, քեզ հետ ուրախանա, այսինքն իր տեսակը որպես այդպիսին մարդ ես շատ բարձր եմ գնահատում։ Мне нравится իր չոtkostը,
իր ճիշտ խոսելը, ինքը երբեք չի լավ բարկանի լուկավ է, ինքը չի սենց կիսատ բաներ չի անում, ինքը ինչ որ անում, ինքը մաքսիմումով է անում, ու ինքը միշտ ցույց է տալիս դիմացին, թե այդ խափելու պահը չկա, որ ես ժպտամ, որ այդ պահին դուր գամ, բայց հետևից ինչ որ բան խոսեմ, ինքը այդ առումով ինքը շատ ազնիվ է։ Ձեր սխալները հեշտությամբ եք կարողանում ընդունել։ Միգուցե այդպես հեշտությամբ չարտահայտվեմ, որ ընդունել եմ, բայց ինքս ինձ ավելի շատ եմ ներսից ուտում ու համարում, որ սխալ եմ եւ փորձում շտկել այդ սխալը, բայց այո, ընդունում եմ։ Ինչու ոչ։ Որտեղ է ձեր ամենասիրելի տարածքը, որտեղ գտնում եք ձեր խաղաղությունը։ Տանը։ Ես տուն սիրող կին եմ, այսինքն մարդ եմ, որը որ հանգստություն է սիրում, մենակություն եմ շատ սիրում, կարող զարմանալի ինչ է, բայց մենակությունից երբեք չեմ նեղվում, չեմ հոգնում, որովհետև ունեմ ինչ-որ հետաքրքրություններ, որոնցով զբաղվում եմ կամ ուղղակի հանգստանում եմ, տունը։ Զայրույթը ինչպես եք արտահայտում։ Ես ընդհանրապես շատ համբերատար մարդ եմ, այսինքն շատ երկար կարող եմ զսպել ինձ, շատ երկար դիմանալ, բայց եթե պոռթկում եմ, դա կարող է լինել շատ ուժեղ, այսինքն եւ բարձր ձայնով, եւ ինչ-որ արցունքների, այդպես շատ էմոցիոնալ կարող է լինել, ուղղակի դա մեկ-մեկ է լինում, դա պետք է սենց հասցնեն ինձ դա, որ լինի։ Ով է կյանքում ձեր ամենաամուր հենարանը։ Ես առաջինը արդեն կարծում եմ այս տարիքում փորձում եմ ինքս ինձ հենարան լինել, դե ընտանիքը, երեխաները, ամուսինը, դա իհարկե, բայց առաջինը ասում եմ, պետք է ինքդ քեզ սիրես, ինքդ քեզ հենարան համարես, որպեսզի ամեն ինչ ստացվի։ Մարդկային հարաբերություններում որ երևույթը չեք կարող ներել։ Դավաճանությունը, ստելը, երևի դա։ Ինչպես եք վարվում այն մարդկանց հետ, ովքեր անազնիվ են գտնվում ձեր նկատմամբ։ Չեմ շփվում, ոչինչ չեմ անում։ Ետդարձի ճանապարհ չեք թողնում։ Միգուցե թողնեմ, բայց արդեն այն էմոցիաները չեմ ունենա, ինչ որ ունեցել եմ։ Ես կարող եմ շատ լավ շփվել իր հետ, բայց արդեն ինքը իմ համար չլինի ընդհանրապես։ Մաղթում եմ, որ լինի երջանիկ, մաղթում եմ, որ իր սիրուն ընտանիքը միշտ ուրախ լինի, հասնեն բոլոր այն նպատակներին, որոնք իրենց առջև դրված է, երեխաներով միշտ ուրախանա ու միշտ շփտա։ Յուլիային եւ իր գեղեցիկ ընտանիքին մաղթում եմ ներդաշնակություն։ Ուզում եմ, որ միշտ նա լինի սիրված եւ շրջապատված լինի այնպիսի մարդկանցով, ովքեր իրեն արժանի են, ովքեր արժանի են իր մարդ տեսակին եւ ովքեր գնահատում են այն Յուլիայի այն էությունը, որը որ ինքը իրականում իրենց ներկայացնում է, նա շատ լավն է։ Ես իրան շատ եմ սիրում, շատ գնահատում եմ, ուզում եմ ինքը միշտ երջանիկ լինի, որովհետև ես որպես կին եմ ասում, մեկ-մեկ սենց կողքից նայում ես, ասում ես ամեն ինչ նորմալ է, սիրուն ընտանիք, բայց կանանց մեջ ինչ-որ սենց փոքր տառականներ կան, որոնք մեկ-մեկ սենց ի հայտ են գալիս, ես իմ պրիմերով եմ ասում, ու թվում է, որ պահիտակ, որ այն չի, կամ ինչ-որ ավելին ես ուզում, ես ուզում եմ, որ ինքը իր բոլոր նպատակները, որը դրել է իր առջև, ու ես գիտեմ, որ ինքը շատ հետաքրքիր ու մեծ պլաններ ունի, թե ընտանիքի առումով, թե գործունեության առումով, ես ուզում եմ բոլոր այդ բարձրունքներին հասնի, ինքը ուժեղ աղջիկ է, շատ ուժեղ աղջիկ է, ես մաղթում եմ իրան
ամեն ինչն էլ կհասնի։ Ես ուզում եմ, որ ինքը շատ երջանիկ լինի։ Թելադրեք ինձ այնպիսի բաղադրիչներ, որոնցից կկարողանանք ստանալ երջանկություն։ Ինչից է կազմված երջանկությունը։ Համբերությունից երևի։ Դե երջանկությունը այնպիսի բան է, որ միշտ չես լինում երջանիկ, դրանք ընդհանրապես վայրկյաններ են տևում, հետո արդեն էմոցիաներն են մնում, հետևանքները երջանկության։ Չնայած դա էլ կարելի է երջանկություն համարել։ Սերը, համբերությունը ու քո սիրած գործով զբաղվելը, էմոցիաները։ Ինչ է պակասում Յուլիա Ֆինկին էլ ավելի երջանիկ լինելու համար։ Այս շրջանում կարծում եմ ոչինչ։ Այդպես չեմ մտածել ինչ է պակասում։ Կարծես թե ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար։ Ինչի համար եք ափսոսում։ Որ մեծանում եմ։ Ընդհանրապես դա։ Չնայած ամեն տարիք իր գեղեցկությունը ունի, իր հետաքրքրությունը ունի, ես հիմա իմ տարիքը շատ եմ սիրում։ Մտածում եի, որ դժվար կլինի համակերպվել, երբ որ 30-ից հետո արդեն քեզ թվում է, որ վերջ, բայց հիմա ավելի շատ եմ սիրում իմ տարիքը, բայց երբ որ մեկ-մեկ մտածում ես, ավելի շատ դրանից եմ նեղվում։ Յուլիա, շնորհակալ եմ գեղեցիկ, հետաքրքիր, անկեղծ, պարզ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնան էր, կհանդիպենք։